Ատոմակայան բարձրավոլտեր, ընդերք, նախագահն ու նախարարը էներգետիկ հարցերն են քննարկում։ Յուրաքանչյուր հարցից հետո հստակեցվում է սահմանված ժամկետների պահպանումը կարևոր է։ Սեղանին չգազաֆիկացված համայնքների հարցն է, հատկապես սահմանամերձերը, մինչև աշուն նաև տաք ջուր պետք է ունենան։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ծրագրերը համակարգված կներկայացվեն նախագահին քննարկմանը եւ կարծում եմ մասնավորապես սահմանամերձ համայնքների տաք ջրով մատակարարման խնդիրը կլուծվի մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։ Տարածաշրջանային ծրագրերի մասին Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային գծերի կառուցման ծրագիրը պետք է հատուկ հսկողության տակ առնել։ Երկրի էներգետիկ համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը նաեւ այսպիսի ծրագրերով է պայմանավորվում։ Քննարկել են նաեւ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացման հարցը։ Նախագահը հանձնարարեց հստակ ժամանակացույց սահմանել ծրագրի իրականացման ուղղությունների մասով եւ հետեւել հստակ ժամանակացույցի կատարմանը։ Կանաչ էներգետիկայի զարգացման մասին ինչ են կանում եւ ինչ են կանելու արևից, քամուց ու կոշտ վերամշակումից էլեկտրաէներգիա ստանալու համար։ Որքանով է արդյունավետ կառավարվում ընդերքը հարցեր, որոնց առնչությամբ նախագահը հստակ հանձնարարականներ է տվել։ Մասնավորապես ընդերքի ոլորտում նախ կթվայնացվի տեղեկությունների ամբողջ բազան։ Հանձնարարեց մինչև տարեվերջ թվայնացման գործընթացը ավարտել եւ արխիվը արդեն թվային տեսքով հասանելի դարձնել հանրությանը ինտերնետի միջոցով։ Քննարկումը մինչև 2036 թվական է հասել նախարար Աշոտ Մանուկյանը նախագահին ներկայացրել է էներգետիկ ոլորտի հեռանկարային զարգացման հայեցակարգը, արդեն լրամշակված։ Նելի Հարությունյան, ժամը լրատվական։